Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա վերջին կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 միլիարդ դոլար։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 2023-ի վերջի համեմատ հանրապետության պետական պարտքը աճել է 6.2%-ով։ Վերջին 7 տարիների ընթացքում էլ հարկ էր ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 2.8%-ով, 28%-ից հասնելով 23.6-ի։ 2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 միլիարդ դրամ, դա 12%-ով կամ 38 միլիարդ դրամով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Նախորդ տարի Հայաստանում զբաղվածների ընդհանուր թվի մոտավորապես 46%-ը ստացել է մինչև 150,000 դրամ աշխատավարձ, սակայն 2023-ին այս ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է եղել եւ կազմել է 43.3%։ Միաժամանակ սովորող եւ աշխատող 16-ից 18 տարեկան անձանց ծանր վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն։ Մասնավորապես քոլեջների կառավարման համակարգերում կներգրավվեն իրական տնտեսության այն ներկայացուցիչները, որոնց համար պետությունը գործնականում պետք է կադրեր պատրաստի։ Հայկական ընկերությունները արտոնություններ կստանան տեղական հումքից մետաղական իրերի արտադրության համար, ինչպիսիք են կաղապարներն ու կիսահումքերը։ Կառավարության ընդունած որոշման համաձայն ձեռնարկությունները կկարողանան սուբսիդավորում ստանալ արտադրական վարկերի տոկոսադրույքի 10%-ի չափով։ Հայաստանում մի քանի տարի է ինչ զարգանում է մետաղական ջարդոնի վերամշակման վրա հիմնված մետալուրգիական ոլորտը։ Դրա արտահանումը արգելված է, սակայն արգելքը չի տարածվում դրանից ձուլված կաղապարների վրա, որոնք շարունակում են արտերկիր արտահանել։ Հայաստանում նախորդ տարի ընդերքօգտագործման պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հիմքով դադարեցվել է 9 ընդերքօգտագործման իրավունք։ 2024-ի հաշվետու տարվա ընթացքում էլ տրամադրվել է 57 ընդերքօգտագործման իրավունք, որից 32-ը օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով։ Ռուսաստանն ու Իրանը փոխադարձ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին։ Ռուսաստանը Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության հիմնական հեռանկարները կապում է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են էներգետիկան, ավտոմոբիլային շուկան, ավիաշինությունը, նավաշինությունը, դեղագործությունը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Միացյալ Նահանգներին սպառնում է սնանկացում կոռուպցիայի եւ ավելորդ ծախսերի պատճառով, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։ Մասկի խոսքով կառավարության խարդախությունն ու վատնումն այնքան մեծ է, որ արդյունքում Միացյալ Նահանգները տարեկան կորցնում է 2 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ի պետական պարտքը այնքան է աճել, որ նույնիսկ դրա դիմաց վճարվող տոկոսները գերազանցում են ամբողջ ռազմական բյուջեն։ Բյուջեն անվերահսկելիորեն աճել է։ Ուկրաինան փետրվարին ավելացրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի ներմուծման միջին օրական ցուցանիշը կազմել է 10.500 միլիվատ-ժամ, ինչը 2 անգամ գերազանցում է փետրվարի 1-ից 10-ի ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ փետրվարի սկզբից ներկրվել է գրեթե 130,000 միլիվատ-ժամ էլեկտրաէներգիա, ընդ որում էլեկտրաէներգիայի ամենամեծ բաժինը ներմուծվածի 36%-ը Ուկրաինա է հասել Հունգարիայից։ 2025 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 3 միլիարդ 564 միլիոն դոլար։ Վրաստանից արտահանվող 10 առաջատար ապրանքների ցանկը գլխավորում են մարդատար ավտոմեքենաները, ապա թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը։ Եռյակը եզրափակում են ալկոհոլային խմիչքները։ 2013 թվականից Հայաստանը բաց երկնքի քաղաքականություն է վարում։ Մեր ավիավոլորտը բաց է միջազգային չափանիշներին համապատասխանող բոլոր ավիաընկերությունների համար, առանց որևէ խտրականության։ Դեռ այն տարիներին էին ասում նկատելի արդյունքը 1-2 տարուց կլինի, իսկ խոստանում էին տնտեսության զարգացում, ավիատոմսերի գների նվազում։ Որոշման ընդունումից 12 տարի է անցել, ոլորտի պատասխանատուները այսօր փաստում են։ Հայաստանը գրանցում է հաջողություններ օդային ճանապարհով տարանցիկ ուղի դառնալու գործընթացում։ Armen Price-ին տված հարցազրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալն է ամփոփել արդյունքները։ Պաշտոնյայի խոսքով տարանցիկ ուղևորահոսքի մեծ մասը իրականացվել է տեղական ավիաընկերությունների կողմից։ Այսինքն, եթե երրորդ երկրից չվերթ է իրականացվում ավիաընկերության կողմից դեպի Հայաստան Հանրապետություն, ինքը այլևս չի շարունակում այդ չվերթը դեպի երրորդ երկիր, ու հաշվի առնելով գործող միջկառավարական համաձայնագրերը, օդային
փոխադրումների ոլորտում հիմնականում այդպիսի ֆունկցիա իրականացվում է տեղական ավիաընկերությունների կողմից։ Եթե մի փոքր ավելի հետ գնանք, կվերհիշենք, որ 2018 թվականին քաղավիացիայի վարչությունը հայտարարեց, թե ներդրվելու է մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգ, ինչը կնպաստի ավիատոմսերի գնի նվազմանը։ Նշում էին, Հայաստանից տարբեր ուղղություններով ավիատոմսերի գինը կնվազի 30,000 դրամով, ներկայացրել էին նաև աճող ցուցանիշներ։ Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189,177 մարդ, ինչը 9,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած 11%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք վայրեջքները։ Այս հայտարարությունից էլ 7 տարի է անցել, հիմա ավիատոմսերի գների հստակ նվազում չի նկատվում, նման կանխատեսումներ էլ չկան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչի խոսքով այս ոլորտում հարաբերությունները շուկայական են եւ հիմնականում ավիաընկերություններն են ձևավորում ավիատոմսերի գները, հաշվի առնելով այս կամ այն ուղղության նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկը, մրցակցությունը եւ ավիաընկերության ծախսերը։ Ասել միանշանակ այդպես միջինացված թվով նախ ճիշտ չի, որովհետև տարբեր ուղղություններով եւ ժամանակահատվածից կախված այդ թվերը տարբեր են, սակագները տարբեր են։ Հայաստանից եւ դեպի Հայաստան նոր ուղղություններ սպասվում են, թե որոնք են այդ ուղղությունները դեռ վաղ է ասել։ Ամեն ինչ կախված է պահանջարկից։ Ամեն դեպքում Հայաստանը որևէ բարդություն չունի նոր ուղղություններ ներգրավելու հարցում։ Նախորդ տարվանից այդ գործընթացը իրականացնելու համար ներդրվել է էլեկտրոնային հարթակ։ Այս տարի Հայաստանը World Happiness Report-ում զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում։ Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանն առաջատար է, սակայն նախորդ տարվա համեմատ մի քանի կետով զիջել է դիրքերը։ Նախորդ տարի մեր երկիրը 82-րդ հորիզոնականում էր։ Ըստ վարկանիշի ամենաերջանիկ երկիրն է Ֆինլանդիան, որն այս հորիզոնականից չի իջնում 2017 թվականից։